Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հետևել ընտրությունների ընթացքին այսօր հունիսի 7-ին ազգային ժողովի հերթական ընտրություններ են կայանում Հայաստանում։ Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այսօր իմ հյուրն է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յակոբ Վյուլենշտայնը։ Բարև ձեզ, պարոն Վյուլենշտայն, շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվել եք մեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսի տպավորություններ ունեք առհասարակ Կոնրադ Ադենաուերի հետաքրքրվածությունը Հայաստանի եւ մասնավորապես Գյումրիի նկատմամբ կխնդրեի ներկայացնել։ Vielen Dank für die Einladung, heute hier sein zu können. Շնորհակալություն ձեզ ինձ հրավիրելու համար այստեղ գտնվելու։ Այսօր մենք պատմական նաև ժամանակներ ենք ապրում, որովհետև ես այս ուրախ եմ, որ Գյումրիում եմ գտնվում այս պատմական օրը, հունիսի 7-ին, երբ որ ընտրություններն են ազգային ժողովի տեղի ունենում Հայաստանում, եւ պետք է նշեմ, որ ընտրությունների շրջանակներում հայ ժողովուրդը ընտրություն է կատարելու ինչպես ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականության ուղղությամբ, թե ինչ ուղղությամբ է ցանկանում, որպեսզի իր երկիրը նաև զարգանա։ Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների նաև միջոցով ազդեցության արկա է այս նաև ընտրությունների վրա, որը որ պայմանավորված է, ինչպես արդեն ասացի, արտաքին քաղաքականության ոլորտում մեծ հետաքրքրությամբ։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ղեկավարը տարածաշրջանային գրասենյակի ինձ համար հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական, նաև անձնական առումով այստեղ լինել եւ հետեւել ընտրություններին հենց Գյումրիում։ Եվ պետք է ասեմ, մենք ընտրել ենք Գյումրին, որովհետեւ գիտենք, հետաքրքրական է նաև Երևանից դուրս, որպեսզի իրականացնենք մենք այդ ընտրությունների դիտարկումը Երևանում, Գյումրիում ավելի հետաքրքրական է լինել Երևանից դուրս, մայրաքաղաքից դուրս եւ դիտարկումներ իրականացնել։ Այն ընտրատեղամասերում, որտեղ որ մենք եղել ենք, բոլորը ասում էին հանգիստ է, նորմալ է ընթացքը, բայց եւս մի կարեւոր հանգամանք։ Բոլորը միանշանակ նշում էին եւ շեշտում էին, որ այս տարվա մասնակցությունը անհամեմատելի բարձր եւ ակտիվ են մասնակիցները։ Եվ պետք է ասեմ, որ իրոք տպավորված եմ, քանի որ մենք կային ընտրատեղամասեր, որտեղ որ հանդիպում էին հերթերի։ Մեկը հենց ընտրատեղամասի մեջ, մյուսը միջանցքում, որտեղ որ ընտրամասում սպասում էին, եւ երրորդը արդեն իսկ փողոցում։ Այսինքն 3 հերթեր իրար հետևից, ինչը շատ տպավորիչ էր, ինչպես մարդիկ մոտիվացված գալիս են նաև ընտրությունների։ Պետք է ասենք, որ այն նաև ընտրողները, որոնք արդեն ընտրել էին, մենք ընտրատեղամասից դուրս հարցեր տվեցինք, ասեցինք, ի՞նչն է ձեր մոտիվացիան, որ եկել եք ընտրությունների, շատերը ասում էին, որ սա մեզ համար նաև շատ կարևոր ճակատագրական նաև ընտրություններ են։ Մենք եկել ենք, որպեսզի խաղաղությունը ապահովենք, որպեսզի երկրում նաև խաղաղություն լինի, որպեսզի պաշտպանենք այդ խաղաղությունը։ Առհասարակ խոսենք Կոնրադ Ադենաուերի ծրագրերից, հա, պրոֆիլը ինչպիսին է եւ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք կապված Հայաստանի եւ նաեւ Գյումրիի հետ եւ որքանով է հիմնադրամը նպաստում հա ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում եւ 1 տարի է ինչ դուք ղեկավարում եք հիմնադրամը Հարավային Կովկասի գրասենյակը այս 1 տարվա ընթացքում ինչպիսի առաջընթաց եք նկատել կամ միգուցե ինչ կարձանագրեք այս մի տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Es gibt Themen, die für uns als Konrad-Adenauer-Stiftung im Prinzip universell und Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որ մենք նպաստում ենք այն երկրներին, որտեղ որ ներկայացված ենք, նաև ժողովրդավարության զարգացմանը, իրավական պետության զարգացմանը, մենք նաև ներդրումներ ենք կատարում, ինվեստիցիաներ ենք կատարում երիտասարդ սերունդի մեջ, որպեսզի նրանք նոր գիտելիքներով զինվեն, նաև ապահովում ենք Հայաստանի Գերմանիայի միջև փոխհարաբերությունների բարելավմանը եւ նաև տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, թե ինչպիսի նաև փոփոխություններ կան, ինչպիսի զարգացումներ կան երկու երկրներում, շատ են կարևորում նաև օրինակ շուկայական հարաբերությունների փոխհարաբերությունների վերաբերյալ թեմաների քննարկմանը դրանով իսկ հանդերձ մենք տեսնում ենք որ այս թեմաները դերևս մշակվելու դերևս այդ թեմաների շուրջ հետագայում միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտություն երկրում կա եւ մենք այս ուղղությունը դերևս կշարունակենք մենք մեր միջոցառումների շրջանակներում ոչ միայն ինվեստիցիա ենք անում ներդրում ենք կատարում երիտասարդների մեջ ոչ թե ասում ենք սա պետք է անեք սա պետք է անեք այլ մենք նրանց ինֆորմացիա ենք տալիս տեղեկություններ ենք տալիս եւ նրանք այդ տեղեկությունների հիման վրա իրենց կողմից հստակ որոշումներ են կայացնում։ Իհարկե դա որպես Գերմանիա լինելով նաև գերմանական հիմնադրամ անում ենք Եվրոմիության այդ բոլոր թեմաները նաև ամբողջականացվում են Եվրոմիության ինտեգրացման նաև համատեքստում։ Շատ են կարևորում այդ թեմաները, քանի որ լինելով Գերմանիայի համար կենսական նշանակություն ունեցող միություն Եվրոմիության շրջանակներում նաև ինտեգրացիոն բոլոր նաև ընթացակարգերը շատ ենք կարևորում մենք։ Կոնրադ Ադենաուերը, որի անունը կրում է հիմնադրամը, լինելով նաև կանաչ հայրը Եվրոմիության, լինելով նաև քրիստոնյա դեմոկրատական միության
ղեկավարը ինքն է իր անունն է կրում հիմնադրամը եւ լինելով նաեւ իր անունը կրող հիմնադրամ, այս բոլոր արժեքները մեզ համար շատ կարեւոր են։ Եվրոմիությունը եւ Եվրոպան Հայաստանի համար նոր թեմա չէ։ Մենք գիտենք 2013 թվականին ասոցիացիան պայմանագիրը արդեն իսկ պատրաստ էր եւ Եվրոմիության կողմից հետագա քայլերը ձեռնարկելու նաեւ հնարավորություն կար, բայց պատահեց այն ինչ որ պատահեց։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք, որ 1 տարի է ինչ որ ես ղեկավարում եմ եւ այդ 1 տարվա կտրվածքը համընկավ այն ժամանակահատվածի մեջ, երբ Հայաստանը հստակ քայլեր էր ձեռնարկում դեպի Եվրոմիություն գնալու։ Գիտենք, Եվրոպական միության նաեւ քաղաքական EPC-ին, Եվրոպական քաղաքական նաեւ համայնքի համաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում եւ բացի դրանից նաեւ նախորդով գործընթացները, ես ուրախ եմ, որ այդ 1 տարվա ընթացքում ամբողջ ընթացքը, որը որ միտված էր նաեւ Եվրոմիության հետ ավելի մերձեցմանը, ավելի մոտ կանգնելուն, ավելի լայն ինտեգրվելուն, այդ ժամանակահատվածը ես այստեղ եմ եղել եւ մեծ հպարտությամբ եւ նաեւ մեծ ողջավորությամբ այս ընթացքը ես հետեւում եմ։ Եվ տեսնում ենք նաեւ հետագա զարգացումների միզուտները, մասնավորապես վիզա ազատականացման հետ կապված, ինչպիսի նաեւ ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը վիզա ազատականացման հետ կապված նաեւ հետազոտություններ է իրականացրել, դրանով իսկ հանդերձ նաեւ նպաստել է, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականանա։ Բացի դա կարծում ենք, որ հետագայում եւս Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը իր գործունեությամբ, իր նաեւ իրականացվող միջոցառումներին այս ընթացքում կարող է լավագույնս հետևել։ Իհարկե ընտրություններով կկանխորոշվեն, թե ով է վերցնելու ժողովրդի անունից այդ մանդատը եւ դրանով նաեւ պայմանավորված կկանխորոշվի հետագա քայլերը, բայց բոլոր դեպքերում մենք այստեղ ենք եւ միանք ուրախ կլինենք այդ process-ին աջակցել որպես Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ։ Ձեր կարծիքով Հայաստանը որտեղ է ժողովրդավարության ճանապարհին այս պահին։ Եթե մենք համատում ենք Հայաստանը որտեղ էր կանգնած այժմ եւ որտեղ է կանգնած մինչեւ 2018, ապա տարբերությունը էական է եւ նաեւ իրատեսական է միանշանակ։ Իհարկե մենք խոսում ենք նաեւ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ եւ նրանք ասում են այն ռեֆորմները, այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում, շատ դանդաղ են լինում։ Այն կարող էր ավելի արագ ընթանալ եւ դրա հետ կապված մենք կարծում ենք, որ այո, ընթացքը կարող է նաեւ բարելավել, բայց բոլոր դեպքերում այնպիսի թեմաներ, ինչպիսին հանդիսանում են կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն, այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան։ Իհարկե 2018-ից հետո ինչ վերաբերվում է անգամ կոռուպցիայի դեմ պայքարին, հսկայական մեծ այսպես ցածկ կատարվեց եւ նաեւ բավականին իրատեսական է եւ տեսանելի են այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունեցել, բայց դրանից հետո 2018-ից հետո երբ բարեփոխումներ տեղի ունեցան, բոլոր դեպքերում այն արագությունը, որը որ կցանկանային քաղաքասարակության ներկայացուցիչները, սովորական քաղաքացիները տեսնել, այդ արագությունը դեռևս այլ չկա։ Իհարկե մենք փաստացի նաեւ ապրում ենք երրորդ նաեւ անկախ թափանցիկ ընտրությունները 2018-ից սկսած եւ իհարկե IRI-ը նաեւ իր հետազոտությունների մեջ ասում է, որ ժողովուրդը եւս գնահատում են այդ վերջին ընտրությունները որպես այդպիսին թափանցիկ եւ արդար ընտրություններ։ Հիմնադրամի հարցումների արդյունքների մասին խոսենք, ինչ է արձանագրել հարցումները հիմնադրամի։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ինքը սոցիալական հարցումներ չի կատարել, բայց մենք ունենք գործընկերներ, օրինակ IRI-ը, որը որ կատարել է այդ հարցումները եւ մենք դիտարկում ենք այդ հարցումները, բացի դրանից քաղաքասարակության ներկայացուցիչների հետ շատ հաճախ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը զրույցներ ունենում, որի հիման վրա արդեն իսկ ինքը գնահատականներ է տարել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին ընթരാճ ոչ մի սոցիալական հարցումներ չենք իրականացրել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Յակոբ Վյուլենշտայնը, ով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն է։ Առայժմ։ Danke Lucine, շնորհակալություն։